Սինեխիաներ, սեռական օրգանների մաշկի միաձուլումներ։ Այս տեսանյութում կքննարկենք սինեխիաները տղաների և աղջիկների մոտ։ Եկեք սկսենք աղջիկներից։ Այս երևույթը այնքան էլ հաճախ չի հանդիպում։ Միջինում հանդիպում է 0-ից մինչև 6 տարեկան աղջիկների 1-2%-ի մոտ։ Այստեղ իհարկե այս մասին ավելի լավ կպատմեն մեզ մանկաբարձերը և գինեկոլոգները։ Բայց ինչ պետք է իմանանք մենք որպես մայրեր հիմնական և հիմնարար տեսանկյունից։ Սինեխիաները դա այնպիսի շարակցական հյուսվածքային միաձուլումներ են, որոնք կարող ենք տեսնել, եթե աղջկա սեռական շուրթերը մի փոքր բացենք։ Եթե մենք իրականում տեսնենք այս սեռական բացը, ապա ամեն ինչ հիանալի է։ Բայց եթե տեսնենք այդ շարակցական հյուսվածքային թելիկները, ապա սինեխիաների ամենայն հավանականությամբ առկա են։ Ինչն է կարևոր իմանալ, որ ամենից հաճախ այս ամենը ինքնուրույն անցնում է, բայց որոշ դեպքերում օգտագործում են դեղորայքային միջոցներ։ Այսինքն հիմա որքան գիտեմ, Ռուսաստանի Դաշնության տարածքում երեխաների մոտ այս վիճակների բուժման համար վիրահատական մեթոդներ չեն կիրառվում։ Հիմա օգտագործվում են սովորական գելեր, որոնք մի փոքր դրանք նոսրացնում, ձգում և օգնում են դրանց դուրս բերմանը։ Ուստի մի անհանգստացեք, ամեն ինչ նրանց հետ լավ է լինելու։ Ինչ վերաբերում է տղաներին, այստեղ մոտեցումը գրեթե նույնն է։ Այսինքն մեր գլխավոր խնդիրը ոչինչ չշոշափելն է։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության տարածքում խորհուրդ էին տրվում այդ ձգող, քաշող սեղմող շարժումները։ Բժիշկ գործընկերները խորհուրդ էին տալիս մայրերին երեխայի սեռական անդամը լիովին գոլոշիացնել լոգարանում, չէ՞։ Դրանից հետո այս ամենը ձգում էին, որպեսզի այդ սինեխիաները մի քիչ բացվեն և օգնեն, որ սեռական անդամի գլխիկը ավելի արագ դուրս գա։ Բայց այս ամենը սուտ է, ֆիկցիա, անհեթեթություն սադրանք, որովհետև այսօր ժամանակակից աղբյուրները ասում են, որ ոչ մի դեպքում չի կարելի ջրային որևէ պայմաններում այդ սինեխիաները ձգել, որովհետև բառացիորեն յուրաքանչյուր ձգում մի յուրահատուկ միկրոտրավմա է, որի արդյունքում այդ նուրբ սինեխիան վնասվելուց հետո կփոխարինվի կոպիտ սպիային միաձուլմամբ։ Այսինքն պատկերացրեք, եթե գծատողով մշտապես ձեր ձեռքին այսպես շփեք, ապա սկզբում կստացվի փոքր քերթվածք, հետո ավելի խորը կտրվածք, իսկ հետո այդ ամենից կձևավորվի սպի։ Այդ պատճառով, եթե դուք չեք ցանկանում, որ ձեր երեխայի մոտ առաջանա անդամի սպիային ֆիմոզ, ապա երեխայի մոտ անդամը չենք դիպչում և այդ իրավունքը թողնում ենք մանկական ուրոլոգ բժիշկին։